Սիրելիներս ողջույն եւ իհարկե բարի գալուստ իմ YouTube-յան տեսա ալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ, շատ բարձր տրամադրությամբ շտապում եմ Երազի այգի եւ մենակ չեմ իհարկե։ Ինձ հետ են տղաներս ու քույրիկիս տղան։ Գնում ենք Երազի այգի, որովհետեւ այսօր հունիսի 1-ն է երեխաների պաշտպանության օրը։ Եվ մենք այսօր ես ու Էմինը Երազի այգում հեքիաթ ենք կարդալու այլ երեխաների համար։ Ափսոս որ դուք այս վլոգը կտեսնեք ավելի ուշ, հավանաբար վաղը ալիքում կլինի, կարծում եմ այս վլոգը ու ուղիղ եթեր չի, թե չէ սիրով կասեի հենց հիմա։ Եկեք Երազի այգի ու միացեք մեզ, միասին հեքիաթ կարդանք, բայց դե կարող է իմ հետևորդներից էլ այնտեղ լինեն ու հանդիպենք։ Մի խոսքով մեզ գնացինք, վերցրել ենք գիրք, վերցրել ենք նվեր երեխաներից մեկի համար։ Վերջում ինչ-որ ցենց փոքրիկ հարցեր ենք ուզում կազմակերպել երեխաների հետ զրույց ունենալու, երեխաներից մեկին գիրք կնվիրենք։ Մտածում էի ճանապարհին ինչ-որ բարեմաղթանքներ ասել այսօրվա հետ կապված, բայց ոնց խոսքս ձևակերպեցի, տխուր ավարտ ունեցավ, որովհետև ցավոք շատ ծնողներ չեն գիտակցում են մեծ պատասխանատվություն, որ ունեն իրենց երեխաների առաջ։ Դրա համար որպեսի սենց տխուր նոտայով չսկսենք այս սիրուն օրվա վլոգը, ուղղակի առանց բարեմաղթանքների շնորհավորում եմ բոլոր երեխաներին աշխարհի։ Թող խաղաղ լինեն, անհոգ, կուշտ, կտուրի տակ, մի խոսքով թող ունենան կապույտ, անամպ, մանկություն։ Այդպես։ Իսկ մենք հիմա արդեն կհասնենք, ոտքով ենք գնում, որովհետև Երազի այգին մեզ շատ մոտ է։ Ես էլ մի քիչ արագ եմ գնում, ճիշտ է, վստահ եմ, որ շատ շուտ եմ հասնելու իմ ժամից, դե ֆիքսված ժամերը, թե որ բլոգերը որ ժամին պետք է հեքիաթ կարդա։ Մերը 11:30-ն է, հիմա 11-ն է, իսկ մենք երևի մի 3 րոպեից արդեն կհասնենք, բայց միևնույնն է, սենց մեջս քանի որ մի փոքր անհանգստություն կա, ուզում եմ շուտ հասնել տեղում լինել, պատրաստ լինել, այդպես, գնանք տեսնենք հավաքվել էր արդյոք երեխաները, թե ոչ մեզնից առաջ 10-ից սկսել են արդեն հեքիաթ կարդալը բլոգերները ու մեզնից առաջ արդեն կան այնտեղ աղջիկներ, երեխաներ, գնանք հանդիպենք իրենց, որ 11:30 մենք ենք սկսում։ Գալիս են հասնում են Սարցե թագավորություն, որը հրաշալի, սիրուն, աշխարհի ամենասիրուն տեղն է, երևի թե։ Հիմա կտեսնենք արդյունքը, այգիք իսկականից մենք չհորինենք, հիմա տեսնենք ոնց ասի, գոնե ֆինալը, տեսնենք ոնց է փրկում։ Այդ մասը գոնե նայենք, լավ։ Ահա, Ջունե Թագուհու պալատը եւ թե ինչ եղավ հետո։ Մենք նկարագրեցինք պալատը, հիմա այդ դա չենք նկարագրում։ Ծուշկին, որ հայելու մյուս փշուրներն էլ են վերածվում տաք ջրի, վերջապես նա ճանաչում է Գերդային։ Գերդա, սիրելիս, որտեղ էիր դու այսքան ժամանակ, որտեղ ենք մենք, նա Հիմա մենք էլ ենք ձեզ համար հեքիաթ կարդալու, պետքա շատ լսեք, որովհետև վերջում ձեզնից մեկի համար մենք էլ ենք պատրաստել փոքրիկ նվեր։ Սկսենք Էմին։ Կարդում ենք Հովհաննես Թումանյանի շատ հայտնի հեքիաթներից մեկը, որը երևի շատերը լսել եք, հիմա էլ ուշադիր կլսեք, որ վերջում պատասխանեք մեր հարցերին։ Ախելք մարդը, ժամանակով միակատ մարդ կար, որքան աշխատում էր, որքան չարչարում, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։ Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե պետք է գնամ Աստծուն հանդիպեմ, տեսնեմ, երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ, ճանապարհին մի գայլ է պատահում, առաջ բարի մարդ հաղթեն, ուր ես գնում, հարցրեց գայլը, գնում
Աստծու մոտ, պատասխանեց աղքատը, դարդ ունեմ ասելու։ Դե որ գնաս, ասումոտ, խնդրեց գայլը, ասա մի սոված գայլ կա, գիշեր, ցերեկ ման է գալիս սարուծը, ուտելու բան չի գտնում, ասա մինչև երբ պետք է սոված մնա, որ ստեղծել ես, ինչու չես կերակուր հասցնել։ Լավ, ասաց մարդն ու շարունակեց իր ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց, մինչև աղջկան, հանդիպում է աղջկան, ուր ես գնում այ աղբեր, հարցնում է աղջիկը, գնում եմ Աստծո մոտ, երբ որ Աստծուն տեսնես, ասա այսպիսի մի աղջիկ կա, ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, միշտ տխուր է, կասեմ, խոստացավ մարդն ու շարունակեց իր ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, հանդիպեց, ում հանդիպեց? Չոր ծառին։ Ուր ես գնում, այ ճամփոր, հարցրեց չոր ծառը։ Գնում եմ Աստծո մոտ։ Դե կանգնիր մի երկու խոսք էլա, ես ապսպրեմ, խնդրեց չոր ծառը։ Աստծուն կասեց, այս ինչ բան է, հուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ, ձմեռ, չոր եմ, երբ պետք է ես էլ կանաչեմ։ Սա էլ է լսում աղքատը ու շարունակում է իր ճանապարհը։ Գնում, հանդիպում է Աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր Աստված։ Բարի օր, ասում է աղքատը ու կանգնում Աստծու առաջ։ Բարով եկար, պատասխանում է Աստված։ Ինչ ես ուզում։ Էն եմ ուզում, որ ամեն մարդու էլ հասար։ Բայց ես աշխատում եմ, չարչարվում եմ, տանջվում, միշտ նույն աղքատն եմ մնում։ Դե գնա, հիմա կհարստանաս, քո բախտը տվեցի քեզ, գնա վայելի, ասում է Աստված։ Էլի բան ունեմ ասելու, Տեր Աստված, ասում է աղքատը, ու հերթով պատմում է սոված գայլի, տխուր աղջկա, չոր ծառի պատմությունը։ Աստված բոլորի պատասխանը տալիս է, եւ աղքատը շնորհակալություն է հայտնում ու հեռանում։ Վերադարձին պատահում է չոր ծառին։ Ինձ համար ինչ ասաց Աստված, հարցրեց չոր ծառը։ Աստված ասաց, որ քո տային ոսկի կա, մինչև այդ ոսկին չհանեն, քո արմատները հողին չեն հասնի, եւ դու չես կանաչի։ Էլ ուր ես գնում, արի ոսկին հանիր, էլի համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։ Չէ, ես ժամանակ չունեմ, ես պետք է գնամ իմ բախտի հետևից, Աստված ինձ իմ բախտն է տվել, պատասխանում է աղքատը ու հեռանում, հանդիպում է աղջկան, ինչ լուր բերեցիր ինձ համար, հարցնում է աղջիկը, Աստված ասաց, դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես, դե որ այդպես է, արի ինձ կյանքի ընկեր դարձիր, ասում է աղջիկը, չէ, ես պետք է գնամ, Աստված ինձ իմ բախտն է տվել, ես պետք է գնամ իմ բախտի հետևից, է գնում և վերջում ում է հանդիպում, գայլին, Աստված ինձ համար ինչ չասած հարցնում է գայլը, իսկ աղքատը ինչ է պատասխանում, Ասում այնքան մանեք միջև քեզ ուտելիք չգտնես։ Գտիր մի աղքատ մարդ, որը քեզ ուտելիք կտա։ Քայլիր, միջև գտնես մի անխելք մարդ, այդ դրան էլ կուտես, կկշտանաս։ Մարդն ասում է այնքան պիտի սոված ման գաս, մինչև մի անխելք մարդ գտնես,
ստանաս։ Քեզի կանխեք մարտել որտուց գտնել։ Ինչ պետք է անել, երեխեք աղքատը։ Փող չէ։ Բայց մինչև գայլին հասնել ինչ պետք է անել։ Ոսկին գտնել աղջիկը դամոստանալ։ Շատ ճիշտ է։ Պետք է մի քիչ ավելի խելացի, չէ՞։ Ասվածի տված բախտեր։ Բայց դե, քանի որ այսօր հունիսի մեկն է, եկեք մի քիչ գեղեցիկ ավարտանք ես հեքիաթի։ Ու ո՞նց ավարտենք հեքիաթը։ Ախել մարկը գնում է իր բախտին հասնում։ Մի քիչ ավելի խելացի։ Ծառի տակի ոսկին հանում է, ամուսնանում է, գալին է գալիս, ասում է գնում է հետ։ Գալինը Մեր նվերը, կանունը կասես։ Էվային հանձնենք մեր նվերը։ Այստեղ Հովանես Թումանյանի դիրքա, որտեղ կա եւ Անխելք մարդը, եւ Թումանյանի 15-20 հեքիաթ։ Այս կեր։ ապրե։ Մերակալցի։ Պապիճը շատ է, բայց ինչ չի գալիս։ Հետո ֆիզիկին են կանչում, ֆիզիկը գալիս է շուտիկին է կանչում, շատ սաղման է։ Կանցում է, որ բոլորով վերջապես շատ կամ կարող է ծանարել։ Եվ այս գալիս, քանի հոգով կարեց այն շատ կամը հանել։ Հանի? Չէ։ Ապրիկը Սիրում եք համով ուտելիքներ։ Հո, ուխ, ինչ լավ է, չէ։ Սկսենք, պատրաստեք։ Պատրաստ ես, Դանիելա։ Դու չես կարդալու, դու ուղղակի լսելու ես, չէ։ Ահա։ Գնդելիկ Պոկոնիկը երգում է որպես պատասխան։ Տաշտակից են ինձ քերել, բարարանում են թխել, պապիկից եմ ես փախել, տատիկից եմ ես փախել, նապաստակից եմ փախել, քեզանից էլ գայլ, կփախչեմ ու նորից փախնում է Գնդելիկ Պոկոնիկը։ Գնում է եւ հանդիպում է Արջին է հանդիպում, ահա։ Ախ դու չարաճճի Գնդելիկ Պոկոնիկ, հիմա ես քեզ կուտեմ։ Ասում է Արջը, ոչ, իհարկե ոչ։ Տատիկ, այո, օրերից մի օր պարավը իր այծը կտրում է, ամանով կաթը դնում է մի կողմ, գնում է ցախ ու հայտ բերել, որ ինչ անի, կաթսան, գրակի վրա, ճիշտ է, որ գրակը վար։ Այդ ժամանակ մի աղվես է գալիս, գլուխը մտնում է ինչ, Ամանի մեջ, կացայի մեջ։ այո, եւ կաթը ամանի մեջ, Ամբողջը խնդրում։ ամբողջը խմել։ Կտրում։ Տատիկն է գալիս է ոչ կտրում։ Ահա, աղվեսը ինչ է ասում։ Ասեք։ Այո, ճիշտ է, վարսաժներ միավոր գնում է այս թիմը։ Ադանին ճանապարհեցի տուն, Էմինն ու Աբուլիկը գեյմ շոուի տաղավարում են։ Ես այստեղ հանդիպեցի ամուսնուս քույրիկին իր աղջիկների հետ։ Ասաց մի թեթև զբոսնում ենք իրար հետ։ Ինձ դեռ լավ եմ զգում։ Երեխեքն էլ այդտեղ լավ ժամանակ են անցկացնում, մինչև կհասկանանք ինչ ենք անում։ Բարև ձեզ։ Ես ու Արնոն ուզում ենք ձեզ ցույց տալ հերթական նվերը, որ ստացել ենք հունիսի 1-ի կապակցությամբ։ Այս անգամ մեր նվերը Մերանժ Սոնից է, ու մինչ նվերը կբացենք, նաև մի հատ սենց կանգնի։ Կարող եք նկատել, որ Արնոյի հագին հենց Մերանժ Սոնի շապիկ է, ու ես իրենց որակը շատ եմ հավանել։ Անվերջ կարող է սենց լվանալ ու հագցնել, ամեն լվանալուց հետո կարծես նոր լինի։ Առողջ քնի բանաձևը։ Հեքիաթ Մերանժ Սոն Արջուկի մասին։ Չաղմկել սենյակում քնած են Էմինը, Ադանը եւ Արնոն։ Եվ դուք քնեք, սա ձեր սենյակի դռնից ենք կախելու։ Որ ոչ մեկ չաղմկի, ու դուք սենյակում հանգիստ քնեք։ Լավն է, չէ՞։ Անուշոտը արդեն գալիս է։ Բնական օճառա լավանդայի բույրով։ Շատ անուշոտ ունի։ Եվ նվերներ Էմինի, Ադանի ու Արնոյի համար։ Բացենք։
Լավն է, սենց շորտ է։ Սա հավանաբար Էմինի համար է։ Շոտ լավն է, չափն էլ հաստատ Էմինինն է։ Սենց սիրո շապիկ։ Նայենք։ Իհարկե ես Ադամի ոչինչ չեմ ասի այս խնդրի մասին, որովհետև իր մեջ էլ հավելյալ ուժ ու նյարդ չի մնացել, որովհետև ինքը այնքան շատ է բախվում այս խնդրին։ Ադամի համար ուղարկել են աղջիկ հագուստ։ Հենց իր տարիքին համապատասխան։ Բայց մեր Ադանը, չնայած իր երկար մազերին և շատ սիրուն դիմագծերին, տղա է։ Ամեն դեպքում շատ սիրունի կա։ Շնորհակալ եմ շատ։ Նայեք ինչ լավ կա։ Գետացի է։ Լավն է։ Դե ցույց տուր։ Գետացի է։ Սիրուն է։ Կհագնես։ Ադանինն էլ է շատ սիրուն։ Երեք ահագին հոգնած ենք տուն վերադարձել, օրվա ընթացքում շատ քիչ բան եմ հասցրել նկարել, որովհետև ամբողջ օրս հիմնականում երեխաներին է եղել։ Տեղը շորերս փոխենք կամ էլ հենց սենց գնանք բատուտ։ Չէ, հենց սենց չէ։ Լավ է, ես պատրաստ եմ։ Ու այսօր Էմինին առավոտյան ճանապարհել էինք դպրոց, որովհետև այսօր իր քննությանը նախապատրաստվելու վերջին օրն էր։ Դպրոցում վաղն արդեն քննության է ինքը լինելու։ Եկանք դիմավորեցինք, հիմա էլ գնում ենք տուն, երեխեքը փոխվեն, հագնվեն, պատրաստվեն ու գնանք բատուտ։ Չնայած նրան, որ շատ շոկ է, այդ երեխեքը։ Բատուտ ես ուզում։ Երեխեքը ուզում են բատուտ, բայց շատ շոկ է։ Եթե կարողանամ համոզել իրենց, որ երեկոյան գնանք շատ լավ կլինի։ Եթե չէ, ստիպված եմ հիմա տանել։